Հունիսի 16-ին ժամը 21:55-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դարբնիկ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում վագոն տնակ է այրվում, կան տուժածներ։ 5 րոպե անց ստացվել է նորահազանգ, զանգողը հայտնել է, որ Դարբնիկ գյուղի դպրոցի դիմաց հարձակվել են իրենց վրա։ 10 րոպե անց հաղորդում է ստացվել Մասիս բժշկական կենտրոնից դանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնիկ գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ին Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են օտարերկրյա 3 քաղաքացի, ձեռքերով ու ոտքերով հարվածել միմյանց եւ այդ ընթացքում 19-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն։ Երիտասարդը նաեւ վնասել է մյուս երկուսի ավտոմեքենաները, այրել վեճի մյուս մասնակից 54-ամյա տղամարդուն պատկանող վագոն տնակը։ Պեկից հայտնել են, որ օրերս Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Իրանի քաղաքացին պատրաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե թմրամիջոցների տեղափոխելու եղանակը եւ թե այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ Հ.Ան եւ Մ.Թ.-ն։ Ձերբակալված անձինք ներկայացվել են քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են։ Դատարանի որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը 3 կիլոգրամը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը ձեռք են բերելու Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի։ Վերջիններս իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել եւ տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն եւ գողացել 35 ոսկյա զարդ եւ գումար, պատճառվել է մոտ 6 միլիոն դրամի վնաս։ Արարատի մարզի քրեական ոստիկաններին Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Ավետիք Գ.-ն հայտնել է, որ ժամը 17:00-ից մինչև 20:15 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով տան դուռը բաց լինելու եւ տանը մարդ չլինելու հանգամանքից ապօրինի մուտք են գործել իրենց տան ննջասենյակներից մեկը եւ գողացել են թվով 11 հատ ոսկյա մատանի, 7 զույգ ոսկյա ականջող, 4 ոսկյա վզնոց իրենց կախազարդով եւ 4 ոսկյա թևնոց, իսկ մյուս ննջասենյակից դրամապանակ, որում արկա է եղել թվով 5 ոսկյա մատանի եւ 1 ոսկյա վզնոց կախազարդով։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 6 միլիոն դրամի վնաս եւ ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Իրավապահները բացահայտել են դիտավորության վրայերթի դեպքը։ Հունիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին Երևանի բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանվից ընկնելու հետևանքով։ Պարզվել է, որ Հովտաշենում գտնվող գյուղմթերքի շուկայի տարածքում տուժած երիտասարդն ու նրա համագյուղացիները վիճաբանել են միմյանց հետ փոխադարձ հարվածներ հասցրել եւ այդ ընթացքում 34-ամյա համագյուղացին նստելով Նիսան Մագնիշի իր ավտոմեքենան վարելու վրայերթի է ենթարկել 30-ամյա տուժածին եւ դիմել փախուստի։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին 34-ամյա Հովտաշենցին ներկայացել է քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն եւ ձերբակալվել։ Միջադեպին մասնակից 8 անձ հայտնաբերվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին, նրանցից 4-ը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները պարզվում են։